Ինչ ճակատագիր կունենան մեր երկրում առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդները, ինչքան կմնան։ Նրանց մանդատը նախորդ ամիս 2 տարով երկարաձգվեց, իսկ 2 օր առաջ Հայաստանը հայտարարեց, թե համաձայնել են նրանց հեռացնելու ադրբեջանական պահանջին։ Դիտորդները եկել են նպաստելու խաղաղության ու կայունության գործընթացին հայ-ադրբեջանական սահմանին, նրանց վերահսկողությունից ի վեր էական էսկալացիաներ չեն եղել, արձանագրում է Հայաստանի գլխավոր դիվանագետը ու շտապում կանխել մտահոգությունները։ Հիմա չեն հեռանա, կմնան այնքան, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետևաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Խոսքը զուտ սահմանին, այդպես ինչպես մյուսներն են սիրում ասել, հեռադիտակային դիտարկման մասին։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու իրականում երկու երկրների միջև խաղաղություն հաստատվի ոչ թե միայն փաստաթղթով, այլ նաև հողի վրա, այո, դիտորդները կարող են հեռանալ, ասում է քաղաքագետը։ Այսպիսով կստացվի, որ սահմանային իրավիճակը հանգիստ է, դիտարկելու, ուսումնասիրելու ոչինչ չկա։ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, իրոք դիտորդներ պահելու իմաստը չկա, բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք ստորագրվի այդ համաձայնագիրը, թե ոչ։ Ես վստահ եմ, որ չի ստորագրվի, Ալիևը տարբեր պատճառներով այսպես տորպեդարելու է գործընթացը։ Քաղաքագետը համոզված է, որ եթե անգամ Հայաստանը ընդառաջ գնա ադրբեջանական թվացյալ վերջին պահանջին ու անգամ սահմանադրությունը փոխի, ապա դարձյալ Ալիևը գործընթացը կտանի նոր փակուղի, առաջ բերելով նոր պահանջներ։ Խաղաղության պայմանագիրը կապում է Ալիևի ձեռքերը, որն իհարկե իրեն ձեռնտու չէ թե արտաքին դիվանագիտության, թե ներքաղաքական հարցեր լուծելու տեսանկյունից։ Միգուցե նա բոլոր երեքը միասին։ Առաջին Ռուսաստանի խոսքը տվել, որ չի գնալու համաձայնագրի ստորագրմանը, երկրորդ նա կարծում է, որ Հայաստանը շատ թույլ է եւ ապակա տասնամյակների ընթացքում չի կարող որևէ կերպ մրցակցել Ադրբեջանի հետ սպառազինությունների գնման, տնտեսության մեծության հարցում եւ փորձում է ավելի շատ բան կորզել։ Եվ երրորդ տարբերակն այն է, որ նրան պետք չէ խաղաղություն, որպեսզի լինի մշտապես արտաքին թշնամու կերպար, իր սեփական ժողովրդին ավելի շատ թալանելու։ Այսպիսով վաղ է քննարկել դիտորդների հեռացման հարցը, քանի որ թե պայմանագրային փաստաթղթավորված եւ թե առավել եւս իրական խաղաղությունը այդքան էլ մոտ չէ։ Պարզ է, Բաքուն պահվածքն ու հռետորաբանությունը չի փոխել։ Ալիևի երակներում նույն բռնապետներին բնորոշ արյունն է։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։